Ժլատ գորդը, օյրաթական հեքիաթ։ Կար չկար մի գորդ կար։ Մի օր այդ գորդը դուրս եկավ իր տանից, կլոր լճակից և հոп-հոպ գնաց զբոսնելու։ Այսպես ոստոտելով նա իր տունը կորցրեց։ Այդ բավական չի, հակառակի պես նա ընկավ այն շավիղը, որտեղով մրջյուններն են գնում գալիս։ Մի քանի տասնյակ մրջյուն բարձրացան նրա մեջքին, մի քանի հարյուրը կպան փորին։ Օй, լաց եղավ գորդը, այ, ինչպես չեք համաչում, մոլորվածին եք կծում, քաղցածի արյունն եք ծծում։ Մրջյունները շատ ամաչեցին, խոնարհ գլուխ տվին նրան և ասացին. Հարգելի գորդ, համեցեք մեզ մոտ հյուր եկեք մեր պատրաստած ուտելիքներն ուտելու, մեր մեղրը խմելու։ Գորդը համաձայնեց, ինչ կերավ չի հիշում, ինչ զրույց արեց սեղանի մոտ նստած, ինքն էլ չհասկացավ, թե ինչի վրա քնեց, այդ էլ չգիտե։ Այնքան շատ մեղր էր խմել, որ բոլորովին հարբել էր։ Առավոտյան արթնացավ և մի մրջյունի խնդրեց. Խնդրում եմ, բարձրացիր սանդուղքի գլուխը, տես, որ կողմն է իմ տունը։ Մրջյունը բարձրացավ ծառը և ասաց. Ահա այնտեղ արևմուտքում փայլփլում է լիճը, ուզում եք ձեզ ցույց տամ կարճ ճամփան։ Ախ, ինչքան բարի ես դու, ուրախացավ գորդը, գնանք, ես դրա համար քեզ մի լավ կհյուրասիրեմ։ Ոչ, պատասխանեց մրջյունը, ես համաձայն չեմ մենակ հյուրասիրվել, մենք բոլորս ձեզ երեկ ուտեցրեցինք, խմեցրեցինք, այսօր, եթե ուզում եք, մեզ բոլորիս կանչեք, մենք բոլորս միմյանց հետ համերաշխենք, առանձին ոչ աշխատում ենք, ոչ հանգստանում։ Եվ գորդը բոլոր մրջյուններին հյուր կանչեց իր մոտ։ Ահա նա ոստոստում է, իսկ մրջյունները նրա ետևից հոսում են, ոնց որ գետակ։ Բոլորը, որքան մրջյուններ կային այդ մրջնանոցում և մյուսում, երրորդում և 10-րդում և 1000-րդում, բոլորը հյուր են գնում գորդին։ Հասան լճակին, և գորդն ասում է. Դուք, այ մրջյուններ, կանգնեցեք այստեղ, ես հիմա կգամ ձեզ հյուրասիրելու մասին կարգադրություններ կանեմ։ Ասաց և չլըպ ընկավ ջուրը։ Մրջյունները կանգնեցին 1 օր, 2 օր, բայց գորդը չկա։ 7-րդ օրը մայր մրջյունը բարկացավ։ Ասում է նա, գորդի հյուրասիրությանը, որ սպասենք, սովից կմեռնենք։ Ասաց, գոտին ամուր սեղմեց ու գնաց տուն։ Եվ բոլոր մրջյուններն էլ իրենց գոտիները սեղմեցին ու ճանապարհ ընկան դեպի տուն։ Ահա այդ օրից էլ մրջյունները ման են գալիս գոտին ամուր սեղմած իրենց փորին, և այդ դեպքից հետո ոչ մի անգամ դեռ կուշտ չեն կերել։